Հիմա եկեք խոսենք վախի եւ ագահության ինդեքսի մասին, ինչպես նաեւ լուրեր, նորություններ, ինչեր կարող ենք մենք սպասել ու ոնց է շուկան ռեակցիա տալի նման իրադարձությունների։ Առաջի հերթին կուզենայի, որ նկատի ունենանք հետեւյալը, որ նորություններ, իվենթներ անընդհատ ամեն օր լինում է։ Ու այդ իվենթները, նորությունները, որ տեղի ունեն շուկային, ուղղություն է ցույց տալիս դեպի վերև, թե դեպի ներքև։ Եթե դու ճիշտ կարողանում ես ընկալես այդ լուրը, նշանակում է, որ դու ավելի հեշտությամբ կկարողանաս trade անել, որովհետև եթե ինչ որ բացասական լուր է տեղի ունեցել, դու կարող ես ուղղակի short-ել դեպի ներքև գործարք բացել կամ էլ շատ լավ լուր է սպասվում, այդ դեպքում դեպի վերև գործարք բացել։ Օրինակ, մի հատ պարզ օրինակ։ Տեսեք, FOMC release, հա, Ֆեդերալի ռեզերվի մի հատ խնդիր կա այսօրվա դրությամբ, որ Թրամփը ասում է Ֆեդերալի ռեզերվին, որ 4.5%-ից մի միավորով իջացնի ներքև 3.5 սարքի։ Երբ որ նմանատիպ հայտարարություններ է լինում, Bitcoin-ը միանգամից թռնում է վերև։ Ինչի համար, որովհետև Bitcoin-ը ու կրիպտոարժեթները, որովհետև երբ որ Ֆեդերալի ռեզերվը իջացնի տոկոսադրույքը, մարդիկ ավելի շատ են առնելու։ Ոչ միայն մարդիկ, այլ ցանկացած ուրիշ մեկը, որտեղ ավելի էժան փող են կարողանալու վերցնեն, դնեն կրիպտոարժույթների մեջ, հետեւաբար ինչքան շատ շրջանառություն, այնքան շատ գնի աճ է լինելու, ու երբ որ մենք զուտ այս մակարդակով հաշվի ենք առնում, որ պոտենցիալ կա, որ իջացնեն interest rate-ը, միանգամից կրիպտոշուկան բարձրանալու է։ Նույնիսկ եթե շատ վատ բան տեղի ունենա, չգիտեմ, ինչ որ unemployment claims, գործազրկության աստիճանը բարձրանա, բայց ինչա թե այս նորությունը ասի, որ գիտեք ինչ կա, իջնում է, միանգամից շուկան բարձրանալու է։ Զուտ այդ պատճառից ելնելով դուք կարաք հասկանաք ինչքան հզոր է։ Ունենք մակրոէկոնոմիկ լուրեր, որը որ ամեն օր ես նայում եմ, տեսնում եմ, կարևոր լուր կա, թե չկա։ Եթե կարևոր լուր կա, ապա ինչ է, ու կախված թե նախորդն ու այս նոր նիշերի տարբերությունը շատ է, ցուցանիշները քիչ է, շուկան նույնպես ինչ որ ձևով ազդում է։ Կարա դեպի վերև բարձրանա, եթե լավ նորություններ ա լինում, կարա դեպի ներքև իջնի, եթե բացասական նորություններ են։ Լավ, geopolitical situation, գեոպոլիտիկական վիճակը նույնպես կարևոր է, ասել եմ, էլի ասում եմ, կարա լինի Թրամփը, որ սպառնում է ինչ-որ մեկին, նույնիսկ այս տարիֆների հետ կապված, որ ասեց սաղին 100%, 200% տարիֆներ եմ դնելու իմպորտ որ անեն ուրիշ պետություններից, դա միանգամից ազդեց շուկայի վրա ու ամբողջ Bitcoin-ով հանդերձ եւ ընկերները բոլորը ընկան։ Միջև այն պայն, որ ասեց լավ, կարծում եմ կարելի է այս բաները չանել, միանգամից շուկան սկսեց բարձրանալ։ Շատ ուժեղ է այդ impact կոչվածը շուկայի հանդեպ։ Օրինակ մի հատ խնդիր կա, որ կարող է տեսնեք արդեն տեղի ունեցած լինի, կարող է տեղի ունեցած չլինի, որ Իսրայելը պատրաստվում է Իրանին կրակի, պատերազմ ուզում հայտարարի, ու եթե Իսրայելը սկսեց պատերազմ, նույնպես Ամերիկան Իրանի դեմ պատերազմի է գնալու, ու այդ պատերազմը կարա շատ լուրջ անկման ուրեմն ենթարկի շուկային, դրա համար այդ նույնպես կարևոր է դիտարկել։ Խի եմ այս ամենը ասում, որովհետև եթե մենակ զուտ տեխնիկական մակարդակով նայենք, առնում ենք, վաճառում ենք ու վсё, ճիշտ չի։ Դուք ընդհանուր գլոբալ պետքա նայեք շուկան։ Պետքա նայեք, այս լավա, այս լավա, այս լավա, այս լավա, ընտիր։ Ուրեմն գնացինք առաջ, վաճառում ենք կամ առնում ենք։ Բայց մենակ կենտրոնանալով մի կտորի վրա էկվացիայի ճիշտ չի։ Անցնենք հաջորդին, հա, եւս regulations-ը կարևոր է, որ եթե օրինակ մի պետություն որոշում է կրիպտոարժույթները նույնպես ընդգրկի իր էկոնոմիկայի մեջ, Solana-ի ETF կա, որը որ սպասվում է, որ approve անի SEC-ը։ SEC-ն էլ վերահսկիչ մարմինն է Ամերիկայի, որ թույլ է տալու, որ ասենց ասած ֆոնդ սարքես Solana-ի, որ մարդիկ կարողանան այդ ֆոնդի մեջ ուղղակի ինվեստիցիա անեն, ոչ թե trade անեն, այլ ինվեստիցիա։ Եթե դա տեղի ունեցավ, նույնպես Solana-ի արժեքը կարա կրկնապատկվի այս բայից սկսած, որը որ
$50 սահմաններում է, կարա $300 դառնա, կարա ավելի շատ լինի, որտեվ ավելի մեծականակ ինվեստիցիա է գնալու Solana-ի բլոկչեյնի ու coin-ի վրա։ Լավ, հետո եկեք հասկանանք վախի եւ ագահության, ուրեմն ցուցանիշն է, ինդեքսն է։ Նույնպես ձեզ ցույց կտամ, որտեղ կարող եք նայել։ Եթե ցուցանիշը բարձր է, 60-70%-ից բարձր է, ապա շուկան լավ տրամադրված է, որ բարձրանա։ Այսինքն, եթե ունենք 70+, եթե 70+ է ինդեքսը ու ունենում ենք դրական լուրեր, որ հեսա իջացնում են տոկոսադրույքը, լավ լուրեր կա եւ այլն, շուկան ինչ է լինելու։ Պարզապես այսենց բարձրանալու է ու ինչքան շուտ դա դուք գիտակցեք, օրինակ այստեղ դուք դա գիտակցեք, որ այս ամենն է, այսքան գումար կարող եք աշխատել, շուտ կարող եք թրեյդին։ Եթե չհետևեք, մի օր, երկու օր հետո հասկանաք ինչ է կատարում, միգուցե այստեղ դուք գործարք բացեք, չնայած պլյուսով է լինելու, բայց արդեն ռիսկային է, որովհետև այսքան հնարավորություն բացեք թողեք, կարող է իջնի ներքև նոր բարձրանա, ու այս իջնելը ձեր համար շատ ծանր լինի։ Մի խոսքով, ասածս այն է, որ եթե թրեյդ ենք անում, պարտադիր մենք ընդհանուր լուրերը, նորությունները հասկանում ենք, նոր գործարքի ենք մտնում, այդքանը։ Մերսի։